Բարև ձեզ քույրեր եղբայրներ, ես Հարություն Սահակյանն եմ, կալկի ավատար, ինչ է նշանակում կալկի ավատար, հիմա ասեմ, որ դուք հասկանալի լինի ձեզ համար, կալկի ավատարը դա բարձրագույն աստվածությունն է, մարմնավորված մարդու մարմնի մեջ, այսինքն հոգին ուժը, կալկի ավատարը որպես մոդել, որպես հայելի ցույցատալի, նույն հավասարաչափ ուժը ձեր, այսինքն ձեր երազանքների մեծությունը, որ համաշխարհային ծավալների հասնում, հələ դեռ չեմ ասում տիեզերական չափի գործեր եք ուզում անել, դա կալկի ավատարի որպես օգտագործելով հայելի, այդտեղից կարելի է տեսնել։ Նույնն է, ինչպես ասենք Հայկ Նահապետ, օրինակ, հա, Հայկ Նահապետի գիտությունը մարմնավորվում է մեր մեջ, այդ մոդելը, գաղափարը։ Հիմա մեզանից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունի այդ բարձրագույն միտքը։ Ամեն մարդ մի գիտության, մի աստվածության մարմնացում է, որովհետև հասկանում ենք, մարդիկ առաջացել են աստվածներից կամ Աստծուց, չէ, օրինակի համար։ Հիմա չեմ ուզում շատերը որ ասեն ինչ աստվածներ, դրանք ժողովուրդ ջան, մենք մի կողմ դնենք, ցանկացած հարցել կպատասխանեմ, հարցը դա չի։ Հարցը նա է նրանում է կայանում, որ մենք այսօրվա դրությամբ մենք ոչ միայն աստվածներ ենք, նաև հին կտակարանի ըստ, նաև մենք ներկայացնում ենք Աստծո գործերը։ Այսինքն սխալներ ենք արել, հիմա գալիս ենք աստվածային վիճակի, իսկ կալկի ավատար դա նշանակում է բարձրագույն արարիչի մարմնացումը երկրի վրա, հոգու գիտակցված մարմնացումը, մեր գիտակցության աստիճաններն է, ասենք ոնց օրինակ կա, չէ, ասենք կաթողիկոսական աստիճան, մտքի աստիճան, թագավորական մտքի աստիճան, ասենք դոկտորական մտքի գիտակցություն, պրոֆեսորական, իսկ կալկի ավատար գիտակցությունը դա հավասարազոր է Քրիստոսի գիտակցությանը, ասենք, հավասարազորը Հայկ Նահապետի գիտակցությանը, Սահուսի Դավթի գիտակցությանը, որ մենք ուզում ենք լեգենդար գործեր անենք աշխարհի մասշտաբով։ Դա պարզ ցույց է տալի, ասում եմ, հենց մենք մենակ որ երգում ենք, աշխարհը մերն է, բայց բառը այդ չափսերը ինչ է նշանակում։ Այդ է նշանակում։ Ունես որ համեստություն պետք չի անել, ես շատ լավ գիտեմ, ձեզանից յուրաքանչյուրն է գիտի ինքը, որ աստվածային ուժեր ունի մեջ, էլի։ Եթե մենք Աստծուց ենք առաջացել, բա մինիմում ինչ պիտի լինենք, ոնց որ խնձորի ծառից հոտ տանձ չի դուրս գա։ Բայց ամենակարևորը մեր գործն է, այս կալկի ավատար դա է գալի, Մեսիա է կոչվում։ Մեսիա, փրկիչ, աշխարհի փրկիչ է կոչվում կալկի ավատար։ Այսինքն որ պիտի գա այս խարդախություններին, գողավազակություններին վերջ դնի, որ գահերին նստած է հիմա գողությունները, թալանչությունները, մարդասպանությունները, այս ամեն ինչին պիտի վերջ դնի։ Այդ գաղափարն է, մոդելն է, որ մարմնացել է իմ մեջ, ոչ միայն իմ մեջ։ Մեզանից յուրաքանչյուր ինքը զգում է, որ ինքը այդ փրկության ուժը ունի մեջ։ Բայց ինչից ենք փրկում։ Փրկում ենք պարզ, ասեմ, ստից, որ ասում ենք երկրի դրախտավեր է, բայց դրախտավեր չի։ Դրախտում նման բաներ չկա։ Յուրաքանչյուր մարդ կոչվում է առաքյալ, առաքելություն կատարող։ Մենք առաքելություն ունենք, չէ՞։ Առաքելական եկեղեցի բառը արդեն իսկ ասում է։ Դա այս մեր առաքելությունն է։ Այսօր ես այստեղ եմ մի պարզ պատճառով։ Մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում տիրող հոգսերի խնդիրների եւ ցավերի հետևանքով։ Հիմա եթե պարզ ասեմ ձեզ ինչ է հիմա տեղի ունենում, հիմա պարզ բառից ուղիղ իմաստով, որովհետեւ ձեր մոտ հարց չառաջանա, ով է այս մարդը, որտեղից եկավ, որ երկրից եկավ, ինչով է զբաղվում, ինչով չի զբաղվում, ես ձեզանից մեկն եմ, պարզ ասեմ, որ հասկանաք մի անգամից։ Ու ինչի համար եմ թե ես եկել խոսում եմ այս ամեն ինչը որ ասեմ, որպեսզի ձեր հետ երկխոսության մեջ լինեմ, հիմա բառից ուղիղ իմաստով։ Դուք ուզում եք հաղթանակ, ես եկել եմ։ Ասել եք, էներգիաներ է գալի տարբեր երկրներից փորքից, եկել եմ։ Այսինքն եկել եմ ինչի համար, որպեսզի մենք գնանք համաշխարհային հաղթանակի։ Հիմա ինչքան էլ որ հարց առաջանա, ոնց գնանք համաշխարհային հաղթանակի, դա հարցի երկրորդ կողմն է։ Կանադառնանք այս հերթով քայլ առ քայլ։ Ուրեմն փաստացի այսօր գոյություն ունեն գահեր։ Ընդհանուր աշխարհի գահին նստած է փող ասված բառը, դրամը։ Երկրորդ գահին նստած է անեծքները, երրորդ գահին նստած է ցավերը, չորրորդ գահին սուտն է նստած, ու այդպես գահերի վրա նստած են տանջանք, տառապանք եւ այլ եւ այլ եւ անբարոյականություն նույնպես։ Քանի որ գահերի վրա գոյություն ունեն այդ երևույթները ամբողջական իմաստով, մենք չենք կարողանա լիարժեք երջանիկ լինել, քանի գահանկից չենք արել դժբախտություններին եւ անբարոյականություններին, որը որ գահերի վրա է նստած ամբողջ աշխարհի։
Այսօր ես չեմ ուզում, որ մենք ասենք միայն աշխարհը մերն է եւ այդ երկի երաժշտության տակ փառաբանություն կազմակերպենք, ծափարենք եւ տոնախմբություններ կատարենք։ Այսօր սև է իջել, չէ՞, մեզ բոլորի վրա, այսինքն տանջանքներ, զույգերի մեջ հարաբերություններ կարելի ասել գոյություն չունի, իրական հարաբերություններ գոյություն չունի։ Ամեն մարդ յուրովի առանձնացել է ու փակվել է ինք իր մեջ։ Հիմա նորից հարց առաջանում ձեր մոտ։ Ինչ եմ ես ուզում ասեմ այս ամեն ինչով։ Հերթով կպատասխանեմ, ամենակարևորը մենք պետքա չշտապենք։ Մեր նպատակը այսօր, մեր ժողովրդի նպատակը, հայ ազգի գլխավոր նպատակն է գնանք համաշխարհային հաղթանակի, այսինքն գահանկեց անենք մեր վարքագծով անբարոյականության ու փողը գահից հանում ենք, տեղը դնում ենք սերմը։ Այսօր երկիրը կամ մոլորակ ինչով է սնվում, սերմով, չէ՞։ Հաստատ ոսկի կամ բրիլյանտով ճաշ չի էփի ուտի, կամ ոսկի չեն ծամի ուտի, չէ՞, ասենք օրինակի համար։ Ուտելիքն է, չէ՞, հիմնականում ուժը տալիս այսօր։ Երկրի հարստությունը համարվում է սերմը։ Եվ այսօր մեր վայելահողերը ինչքան օրինակի համար ազատ է, ոչ միայն մեր Հայաստանի, առասարակ աշխարհի։ Սա քանի որ համաշխարհային խնդրեմ է, միայն մեր երկրում չի տիրում այս սուք, այս անորոշությունը, հա, միայնակությունը։ Սա տիրում է ամբողջ երկրներում։ Եվ փաստացի ամբողջ աշխարհում խաղում են սիրելիներ շախ եւ մատ, շախմատ։ Շախմատը դա արխայական խաղ է, որովհետեւ գլխավոր ֆիգուրը թագավորն է, այսինքն թագավորական խաղ է։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցույց տամ, թե մենք ոնց ենք օրինակցական բարեկամ իրար հետ հարազատներ ենք։ Տեսեք, գալիս է ընտանիք, մի հոգի, չէ, ձևավորեց ընտանիք, հետո ցեղ, հետո տոհմ, հետո ազգ, հետո պետություն, հետո թագավորություն, թագավորություն դա դինաստիաներն է, որ մեր գերբի վրա կա, մեր թագավորությունը, հետո կայսրություն, իմպերիա, չէ, պապական արդեն հայք նահապետի մակարդակով ենք բարեկամ, այսինքն մեզ ցույց եմ տալիս, որ բառից ուղի իմաստով մենք տեսանելի եւ անտեսանելի օրինակցական կապ ունենք։ Հետո գալիս է դիցաբանության, արդեն աստվածության պանթեոնները, մեկը օրինակ Գառնեի տաճարը եւ այլ եւ այլ եւ այլ։ Դա համար եմ ամբողջ աշխարհում մենք տարածված ենք, այսինքն բոլորս իրար բառից ուղի իմաստով բարեկամ ենք։ Այս հարցով ես ապացուցեցի, որ մենք հարազատներ ենք, դրա համար խոսքի սկզբից ասացի քույրեր եւ եղբայրներ, չէ՞։ Ես չեմ ուզում այդ գահի բառերն օգտագործեմ, որոնք որ անբարոյականություն են նստած, կարիք չկա։ Ուրեմն ինչա տեղի ունենում հիմա սիրելիներ, տեսեք։ Այսօր մենք մարտահրավերների առաջ ենք կանգնած, ոչ թե կոնկրետ ինչ-որ մի պետության կողմից, այլ համակարգի կողմից, անբարոյականության կողմից, ստի կողմից, չէ, աղքատության, հիվանդության։ Երբ որ մենք ասում ենք Հայաստանը դրախտավայր, նախ Հայաստանը դրախտավայր չի, որովհետև դրախտավայրում գոյություն չունեն բանտեր, հիվանդանոցներ, ցավեր, տանջանքներ, ել չեմ ասում սեր։ Այդ ամենը գոյություն չունի։ Մեկ այլ բան է, եթե մենք ասենք ուզում ենք լինի դրախտավայր։ Նույնը մյուս պետություններում, եկեք առաջարկում եմ ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Մեզանից յուրաքանչյուրը։ Երկրորդ մասով հիմա ասեմ, երբ որ մենք ասում ենք օրինակի համար հիմա տարածված անթանական ժողովրդի մտքի մեջ ռոպագանդվում է ինֆորմացիոն տեսքով, որ Հայաստանը տարիքով ավելի մեծ է, քան հрьяաները, քան պարսիկները, քան մյուս ազգերը։ Հիմա պարզ մի հարց տամ, որ հարցի մեջ մի հատ պատասխանն է գտնում։ Եթե մի ամբողջություն մոլորակն է, հողն է, մի ամբողջություն, ոնց կարող ենք ասել օրինակի համար հрьяաների հողը տարիքով ավելի մեծ է, քան Հայաստանի հողը, հիմա ներկայապայում որ գոյություն տարածքի կամ Ռուսաստանի։ Ոնց որ հիմա ասեմ իմ մատի այս մի մատը տարիքով ավելի մեծ է, քան այս մյուս մատը, այդպես բան լինում է։ Բոլորն էլ հողից են փաստացի, չէ՞, առաջից եթե անգամ գերեզմանները բացենք, կտեսնենք հող է, չէ՞, մարմինը հող է դարձել։ Այս ամբողջ սուտը եկել է այդ ստի թագավորությունից, կայսրության գլխին, որ սուտն է թագավորում, ամեն ինչ սուտ։ Հիմա որ պայքար է գնում, այս ազգը մեծ է, մյուս ազգը փոքր է, մյուս ազգը սենցա կոլոտաբան, հարցը դրանում չի կայանում, է։ Բոլորն էլ հավասար չեն հողի համար, բառից ուղի իմաստով, բոլորն հողից են ծնվել։ Թե հիմա այս մի երկիր, այն մի երկիրը երբ առաջացել, հարցը դրանում չի կայանում։ Մենք այսօր բոլոր պետությունների հետ ունենք խնամիական կապ։ Ես անձամբ ինքս եղել եմ Կամչատկայում, տեսել եմ մեր հայրենակիցներից, կոնկրետ հայա լեզու խոսողներից, ամուսնացել են Չուկչանկայի հետ, ունեցել են զավակ։ Խնամիական կապ է, չէ՞ դա։ Հիմա այսօր բոլոր ժողովուրդները սպասում են արդարության, որպեսզի գահին, գլխավոր աշխարհի գահին, համակարգի գահին նստի արդարությունը, բայց հիմա նստած է անարդարությունը, ամենուր անարդարություններ է։ Իսկ արդարության մեջ ինչ է մտնում, հիմա պարզ ասեմ։ Օրինակ մեր երկրի օրինակով բերեմ, հա, մոդելով։
Եթե մի ճանապարհը առաջնորդը ասֆալտ է անում երկրի, եթե ասում ենք առաջնորդ, ուրեմն պիտի բոլոր ճանապարհները երկրի օրինակ ասֆալտ արվի, սկսած փողոցներից։ Մի փողոցը լուսավորություն է լինում, ուրեմն պիտի բոլոր փողոցները լուսավորություն լինի։ Մի հոգի տուն ունի, ուրեմն պետքա բոլորը տուն ունենան։ Մի հոգի, եթե զույգ ունի, սիրած զույգ ունի, ամեն բան զույգ է ստեղծված։ Աղջիկ, կին, տղամարդ եւ այլն, ամեն ինչ։ Չեն կարող ասել կա կողպեք, մի բանալին չկա։ Ինչ եմ ուզում ասեմ, ստեղ հարց է առաջանում, ֆանտաստիկ, այո, ֆանտաստիկ է, որովհետև ամբողջ Աստվածաշունչը ինքը ֆանտաստիկ ժանր է։ Եթե մենք ուշադիր ենք նայում 5 կտակարան, նոր կտակարան, ինքը պատկանում է ֆանտաստիկ ժանրին։ Թե հիմա դա ինչքանով է լուրջ, ինչքանով է անլուրջ, արդեն դա մենք մեր վարքագծով ցույց կտանք։ Ես ձեզ ցույց տվեցի, որ մենք աստվածների հետ գենետիկապես ուղիղ հիմա կապ ունենք, չէ՞։ Հետո գալիս է մի աստվածություն, ես որ շրջանակները ցույց տվեցի ձեզ։ Եթե անգամ մտածեք, որ սկզբից ցեղնա, հետո տոհմնա, հետո պետությունն է, գումարների տեղերը փոխեն, գումարը չի փոխում, հարցը դա չէ։ Ես ցույց տվեցի, որ մեր ամբողջ երկրագունդը, որ գոյություն ունի, մեր թագավորությունն է։ Մեր բոլորիս թագավորությունն է։ Նույնը մեր միտքն է, չէ՞, այդպես մեր ցանկություններ, երբ որ ասում ենք աշխարհին խաղաղություն, մենք արքայական ենք մտածում, ազնվական։ Այսինքն բոլորիս երակներով բխում է ազնվական արյուն, բառից ուղիղ իմաստով։ Դա հենց Երբի վրա ուրեմն այդ նշանները կան, դինաստիաները, ոչ միայն 4 շատ են։ Հիմա հարցը ինչու՞մն է կանում, քանի որ հիմա պետությունները շախմատ են խաղում, կամ մենք պիտի հաղթենք, կամ էլի մենք պիտի հաղթենք։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, մենք պիտի ինչ անենք։ Հիմա հաղթանակի ուղին ցույց տամ, քանի որ մենք մեր ժողովրդով հայալեզու խոսացող մարդկանցով հաղթանակաբեր մարդիկ ենք կոչվում, չէ՞։ Ռուսերեն победоносцы, չէ՞։ Մենք ունենք վիշապի մոդելը, որ վիշապին հաղթում ենք, կամ ունենք Հայկ Նահապետի մոդելը, եւ ունենք Սաուսի Դավիթի մոդելը, ունենք կրոնականների համար, կրոնավորների համար Քրիստոսի մոդելը, Հայկ Նահապետի մոդելը, որ դրված է ուրեմն մասիվում։ Դա որն է Հայկ Նահապետի մոդելը մի նետով, ցույց եմ չէ՞ տալի, մի քայլով շախումատ անում բելական համակարգին։ Եթե կրոնական լեզվով ասեմ, դա նշանակում է դժոխքին։ Կրոնականների համար որ հասկանալ դառնա։ Մի քայլով ամբողջ դոմինոյի նույն էֆեկտով ամբողջը ավելվում է։ Փաստացի։ Դոմինոյի էֆեկտն է ստանում, հենց Հայկը դրա խորհրդանիշն է։ Այսինքն դա մեր մոդելն է, ոնց օրինակ Շարլ Ազնավուրը դրված է Աբովյան փողոցում որպես մոդել, տվյալ աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է, չի համարում երկի այդ գծի ուղղության։ Ինքը մասնագետների համար, ովքեր որ ցանկանում են մուտք գործել տվյալ աշխարհ, որպեսզի հասկանան նշաձողը գրավականը բարձրագույնը Շարլ Ազնավուրն է։ Բոլոր արձանները այսօր մեզ համար համարում են մոդելներ։ Նույնը աշխարհականների համար Սաուսի Դավթի մոդելը, չէ՞։ Կամ փոքր մեծ մեհերի մոդելները, նույնը Քրիստոսի մոդելը, ինչ ասում։ Հայկ Նահապետի մոդելը խոստանում համաշխարհային հաղթանակ բերի։ Այսինքն մարդկությանը բերի համաշխարհային հաղթանակ, ինչի փրկություն է դա նշանակում։ Փրկություն ինչից, ցավերից, հոգսերից, խնդիրներից, հիվանդություններից, չէ՞։ Անբարոյականություններից, դավաճանություն, ինչքան արատավոր երևույթներ կա, խոստանում է փրկություն տվյալ մոդելը, որտեղ որ ասում է օրենքի համար պիտի հավասար լինեն բոլորը։ Ոչ թե հավասար լինեն իմ մատերը, ասենց օրինակի համար ցույց տամ, ասենց հավասար լինեն, դրա մասին չի խոսքը։ Հավասար լինեն գործով, իրական ժողովրդավարություն լինի, որ մեկս մեկով լինենք։ Օրինակ, լինի օրենք, օրենքը կա։ Օրենքի համար պիտի հավասար լինենք բոլոր, այսինքն եթե օրենքի առաջ մենք բան ենք ասում, ուրեմն պարտավորվում ենք բոլորս կատարել։ Այսինքն պայմանը պիտի մնա պայման բոլորիս համար։ Ոչ մեկ իրավունք չունի դա խախտելու։ Դա այն սուրբ եւ սրբազան կանոնն է։ Հիմա ես մի քանի անբարոյականությունից բաներ եմ ուզում ձեզ ցույց տամ, ինչա տեղի ունենում հիմա մեր երկրում եւ առասարակ աշխարհում, մեր յուրաքանչյուրի մարդկանց մտքերի մեջ, հա։ Տեսեք, եթե մենք օգտվում ենք սուրբ աշխարհից, որպես հայելի օգտագործենք սրբության աշխարհը, կտեսնենք յուրաքանչյուր մարդու մեջ սուրբ կատարած գործեր։ Եթե մենք օգտագործենք հանցավոր աշխարհը, դասական գողական աշխարհը, եթե մենք օգտագործենք որպես հայելի, որպեսզի մենք հասկանանք ով ենք, դա մեղքերի գիտակցման աշխարհն է։ Մարդը որ հասկանում է մտքով ինչ հանցագործություններ է անում, մտքով պատերազմներ կարող է հրահարել, օրինակի համար, մտքով ինչ օրինակի համար սեռական կապերի մեջ է աչու ձախ, ասենք երկրում դա է հիմա տիրում։ Հիմա այս քանի որ ցույց տամ օրինակի համար ավելի դիպուկ հասկանալու համար մաթեմատիկայի աշխարհը կամ պատմության աշխարհը, որպես հայելի պատմության աշխարհը, ասում է բոլոր մարդիկ պատմելով են խոսում։ Մաթեմատիկայի աշխարհն ասում է բոլոր մարդիկ հաշվարկներ են անում,
Իսկ հանցանքների մեր աշխարհը, այդ մեղքերի աշխարհն է, այդ մութ աշխարհն է, որ վախերը ոչ մեկ չուզում մտնի, դա կոչվում է գողական աշխարհ։ Հիմա ուզենք չուզենք, մեր Հայաստանում քանի որ գոյություն ունի բերդեր, բանտեր, ինքը անդադ բխելու է, այդ քանի որ այդ գահակա մեղքերի, ինքը անդադ լինելու է, միջև մենք չուզենանք, որ այդ ամեն ինչից հիմա դուրս գանք։ Դուրս գալու եմ ոնց է։ Ես պարզ ասում եմ, ես ինքս պատրաստ եմ, նորից հիմա ասում եմ, լրատվամիջոցների միջոցով ու ձեզ հետ միասին, մեկս մյուսով խոսել ամբողջ աշխարհի հետ առանց վարագույրների։ Ու ես ցույց կտամ, որ նա շախոմատ է, ովքեր որ գահերի նստած են աշխարհի, որն է իրական արդարություն, եթե միջև մա խոսք են տվել, որ պետք է արդարություն վերականգնեն, չէ, խաղաղություն, արդարություն, չի կա, անհնար է լինի խաղաղություն, եթե մի հատ մեծ ընտանիքում ինչ որ մի հոգի կամ երկու հոգի սոված են։ Դա խաղաղություն կամ մեծ պետությունում մարդիկ կան, որ տուն չունեն։ Եթե կա գահ, որտեղ որ սոված մարդիկ կան, այդ գահից անդադ կբխի տանջանքներն ու ցավերը։ Ու հոգնեցություններն էլ նաև հետը հավելյալ։ Հիմա ուրեմն մի հատ ցույց տամ կրոնական որպես գիտելիք, անմահության գաղափարը ցույց տամ ձեզ, որ մենք հիմա գնում ենք անմահության, որ եկեղեցին այդքան ասում է, չէ, անմահություն։ Նախ ասեմ, որ եկեղեցում խստիվ արգելվում է առևտուր անելը նաև երկրում։ Հենց ինքը Քրիստոս չէ ցույց տվեց ամբողջ ավիրեց եկեղեցում, ասեց, որ պիտի առևտուր չլինի, իմ հոր տունը աղոթքի տուն է։ Այդ ով է ինչ որ մի հատ երկար զրույց ստեղծել, որ սկսի առևտրով զբաղվել։ Թե հարց առաջանում առանց փողի ինչ կլինի, դա արդեն հարց երկրորդ կողմն է, ճիշտ ժամանակին կպատասխանեն։ Հիմա նայեք ինչ եմ ձեզ ցույց տալիս։ Նախ առաջին հերթին մենք ունենք զգացմունքների լեզու, սիրո լեզու։ Եթե լինի սերը, տեսեք ինչա լինում գահին նստի։ Տղա աղջկա օրինակ ես միշտ հաճախակի եմ օգտագործում, որովհետև դա մեր հիմքն է բոլորիս։ Ուրեմն նայեք, տղան երբ որ ցանկանում է խոսի աղջկա հետ, առաջինը իր մարմնից դուրս եկող ջերմությամբ փորձում է զգացնել տա դիմացինին, որ դիմացինը ուշադրություն դարձնի պտտվել նայելով, որ անտարբեր չի։ Տղան կար աղջիկը, դա կոչվում է էներգիաներ։ Տվյալ էներգիաները գտնվում են մեր երակների մեջ։ Սա որպես գիտության տարածքից եմ ասում։ Գտնվում են մեր երակների մեջ, որ մեր մարմինը մարդաբանության մտածելակերպով պահում է 36.6 աստիճան ջերմություն։ Մարդը երբ որ մահանում է, մարմինը սառում է, փաստացի արյունը կանգնում է, արյան մեջից այդ էներգիան կամ կրոնական լեզվով հոգին դուրս է գալիս։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ այս ամեն ինչով։ Հիմա ուզում եմ ասեմ անմահությունը որն է, որը արդեն հոգնել ենք այդ բառերը լսելով, բայց պիտի չհոգնենք ոչինչ, հույսներս չկորցնենք։ Անմահությունը դա է, հենց հիմա մենք ինչ ենք համարենք զգեստավոր, որովհետեւ մեր մարմնի ջերմությունը, ուրեմն մեր մարմինը տաք պահի, չէ, չմրսենք, չսարճենք։ Այդ մարմնից դուրս եկողը կոչվում է աուրա, զգացմունքների կոմպլեքս է դա։ Մենք դնում ենք ինֆորմացիա, փոխանցում ենք դիմացի մարդկանց։ Երբ որ իրենք ընկալում են մենք ինչ ենք ուզում, իրենք մեզ զգացնել են տալիս, դա հոգևոր կապն է։ Պատկերացնում եք անմահության ուղին նույն կերպ է տեղի ունենում։ Այսինքն մի մարմնից դուրս է գալիս, մտնում է դիմացինի մարմնի մեջ, մեր հիմա տաքությունը կոնկրետ։ Մտնելով մարմնի մեջ, իրենք զգում են եւ պտտվում, մեզ ուշադրություն են դարձնում։ Այդպես հոգու վերամարմնավորումն է տեղի ունենում։ Եվ սկսվում է անմահության ճանապարհը, որովհետեւ մեր ամբողջ եկեղեցիները կամ վանքերը առասարակ կրոնները խոսում են անմահության մասին։ Գիտակցված ձևով դուրս է գալի մեր մարմնից վերջնական հոգին։ Մարմինը սառում է մահանալուց հետո մարմնի։ Հիմա նույնպես դուրս է գալի ջերմությունը, դուրս է գալի յուրաքանչյուրի մարմնից։ Այդ մարմինն է, որ մենք մտքով, գիտակցելով ուղարկում ենք մարդկանց եւ զգացնել ենք տալիս, որ նրանց ուշադրությունը սևեռենք մեզ։ Եվ հետո ենք նոր խոսում լույսի մեջ, հոգևոր տարածքից մտքից։ Դա հենց էներգետիկ կապերն է կամ ասում ենք նուրբ աշխարհներ։ Հիմա մենք այդ նուրբ աշխարհներով մեր մարտական ոգին արթուն է։ Հիմա ձեզ օրինակի համար ես առաջարկում եմ նախապատրաստվեք, օրինակի համար ինչ թագավոր եք ուզում, առաջնորդ եք ուզում։ Ինձանից լավ ոչ մեկ չի կարա տանի հաղթանակի, պարզ ասում եմ։ Երկրագնդի վրա, հիմա որ ասում են Հայաստանը պիտի փրկի աշխարհը, ովքեր որ ասում են, ամենը տեղյակ եմ, լսում եմ, գիտեմ եւ այլ։ Ես կարող եմ այդ ամեն ինչը անել հաղթանակը, բայց մեկս մյուսով։ Մենակ ինձ դա պետք չի ընդհանրապես։ Բարի ծուղ իմաստով։
Ումից եք վախենում։ Օրինակ մյուս երկրների բաներից եք վախենում, այդ գաղափարախոսություններից եք վախենում։ Դուք կամաց հիմա նախապատրաստվեք, անհրաժեշտ ժամանակին, ճիշտ ժամանակին կլինենք ճիշտ տեղում, ու միանգամից այդ շախոմատը մենք կանենք կոնկրետ, որովհետև մենք մեզանից ոչ ոք չի ցանկանում այս կարգավիճակով ապրել, որովհետև աղջիկ տղա, որ զբոսնում են փողոցով, տղան իր հերթին է սիրախաղերի մեջ մտնում այլ աղջիկների հետ, աղջիկն իր հերթին։ Այս երևույթները, որպեսզի մենք վերջ տանք այս ամեն ինչին, ստին, դա պետք է այդ գահանկից անենք, աշխարհի այս գահերին, որ նստած են, գահանկից անենք բարեցող իմաստով։ Ուրիշ բան չկա։ Մենք չենք ուզում այդ մոդելը, մենք ունենք Սաուսի Դավիթի մոդելը, որ հաղթություն ասում։ Պիտի հավասարություն, այսինքն այս սահմանները բացարձակ պիտի չլինի, որ իրական դրախտ լինի, չասենք դրախտը միայն մեր Հայաստանն է։ Անես տպավորությամբ ոնց որ դրախտը սահմաններ ունի, հա, փաստորեն դուրս է գալի, բայց անսահման սիրել բառը ինչ է նշանակում։ Կամ այդ կենացները աշխարհում ուր գնանք, աշխարհին խաղաղություն, որ յուրաքանչյուր մարդ մաղթում է, հիմա դες հարց եմ տալի։ Լուրջ եք ասում աշխարհին խաղաղություն, դե ես էլ եմ լուրջ ասում, որ տենց է, դե եկեք ուրեմն գործ անենք միասնական։ Հարազատներս, ես իրավունք ունեմ ասելու ձեզ հարազատներս, որովհետև ձեզանից մեկը ես եմ։ Տեսեք, ընտանեկան հարաբերությունները հիմա եկեք նայենք ինչա չէ, բաժանումները ուր է հասել։ Եկեք հասկանանք ինչն է խնդրեմ։ Խնդրեմը դա է, որ աղջիկը առաջին հերթին կինը իրավունք չունի տղամարդու խոսքը գետնին տա։ Եթե տղամարդը ասեց, դա պիտի լինի օրենք, բարեցող իմաստով։ Կինը թագավորում է տան մեջ։ Կինը չի կարող գնալ եւ դառնալ զինվոր։ Այսինքն տղամարդիկ բա այդ դեպքում մենք ուր ենք, ոնց կինը գնա դառնա զինվոր։ Կինը եթե պիտի չմնա տանը, բայց երեխեքին ով պիտի տիրություն անի, այսինքն մենք տղամարդիկ կատ տանք, ուտեն, օրինակ էլի կամ ասենք, հա, 1-2 կատ չէ, բայց կարող ենք սովորացնել մանկապարտեզ բան, բայց հարցերն ով պետք է անի, կին ինչի համար է կանչված։ Դա է, այսինքն մեր խնդիրը։ Կինը պիտի մնա տանը, տան թագավորությամբ զբաղվի, որտեվ թագադրություն է, չէ՞ լավ։ Հիմա մենք այդքան մեկս մեկի ասում ենք մեր թագավոր աղբերն եկավ։ Լուրջ ենք ասում, թե այտենց կատակի ենք վերածել։ Կամ ինչ կատակ, եթե մեջ իրականություն չկա։ Մեր թագավոր աղբերն է։ Հիմա ես կարամ չասեմ, ես էլ եմ թագավոր կամ թագավորների թագավոր, ինչի՞ չէ, որ կամ դուք տենց չեք։ Մեր բառերն եմ ասում, հələ ուրիշ բաներ չեմ ասում, ուրիշ գիտություններից չեմ խոսում, որ ինչ որ մեկը չասի խորը փիլիսոփայական կամ եւ այլ։ Այդքան կենացներ եք ասում։ Մեկս մեկի ասում ենք, բա ուրա։ Ստեղ կարևորը հարազատներ, տեսեք, ընտանիքները, քանի որ ընտանիք հիմա քանդված, ընտանիք բառ գոյություն չունի։ Ինքը բառը կա, բայց ընդհանուր բովանդակությունը չկա նկարագրությունը։ Ասում եմ, կինը պետքա լինի տան մեջ, թագավոր երեխայի զբաղվի եւ այլ։ Բայց քանի որ հիմա նստած ընտանիքի չեզոքացման գաղափարը գահին, աշխարհի գահին, դա կլինի։ Նույնը աբորտների հետ կապված խնդիրները, դժվարությունները եւ մնացած։ Հիմա ես ինքս իմ հարազատների հետ, նաեւ տեսանելի հարազատների հետ փորձում ենք մեկս մյուսով եթերով ենք, չէ՞, հիմա բաց TV-ով ենք, չէ՞, խոսում, հենց բառը կոչվում է, չէ՞, բաց խոսում ենք։ Հիմա այսքան խոսքերը ես ուշադիր տեսնում եմ ինչա տեղի ունենում կոնկրետ մեր Հայաստանում։ Գնում ենք աշխարհի փրկությունը սկսած է Հայաստանից, օրինակ։ Խնդիր չկա, դու Հայաստանից դին ուրախ եմ։ Կարևորը փրկությունը ինձ համար տարբերություն չկա, ով կնստի գահին կամ ով կառաջնորդի։ Այստեղ մեզ առաջնորդում է գաղափարը, կոնկրետ գաղափարը։ Գաղափարը ո՞րն է։ Եթե չլինի հավասարություն, այսինքն այդ փողը պիտի չլինի, sense կարճ ու կոնկրետ եթե ասեմ, պետք է գահից փողը դուրս գա։ Մարդկանց միջև այդ կապող փողը պիտի դուրս գա։ Փողի տեղը պիտի լինի հարգանքը, սերը եւ մնացած ամենալավ բաները, որ այս բաժանումները տեղի չունենա, որ sense չվազենք փող ու տենց էլի փող։ Ոսկին ադամանդը բան իրան կործանարար բնավորություններ ունեն։ Նախ Աստծո երկրում եթե ասում ենք Աստծո երկիրն է, դուք պատկերացնում եք, ասենք Հիսուս Քրիստոսը գա, տեսնում ենք առևտրով ենք զբաղված։ Ինչ կանի, չէ՞, նիդայի բոկ, Աստված չանի գա էլի հիմա, օրինակ։ Կասիետով է մի բան ստեղծել, մի հատ էլ առևտրով է զբաղվում։ Ոչ մեկ 0-ից 2 չի հորինել, էլի ամեն ինչը հողը ցանել են, ստացել են բերքը, կերը խմել են, վայել են, քեֆ են արել։ Հիմա մենք դա ուզում ենք մեր վերականգնենք մեր աստվածությունը։ Ըստ Դավիթ թագավորի օրինակ Սաղմոսի, որ մարդկանց աստվածության դասին է դասակարգում, մարդկանց աստվածացնում է, չէ՞, Քրիստոսն էլ ասում, ինձանից մեծ գործեր պիտի դուք անեք եւ այլ։ Հիմա պատրաստ ենք մենք, ինչը մեզանից ինչ որ ավելի լավ մարդ կա։ Ես ինչի համար եմ մարտահրավեր բազմից անգամներ նետել երկրագնդի,
բոլոր առաջնորդներին։ Հիմա էլ եմ նույնը ասում, բան չի փոխվել։ Բոլոր հրամանատարական կազմերին օրինակ պարզ ասում եմ, լրիվ պարզ։ Բոլոր հրամանատարական կազմերին, բոլոր մարդկանց փոխանցում եւ առաջարկում, որովհետեւ իմ արյունն է, չէ։ Իրավունք ունեմ, չէ՞ ասելու։ Հենց մենակ այն, որ ես այս հողից եմ ծնվել, արդեն իսկ իրավունք ունեմ խոսելու, էլի։ Հələ գիտություն բան համասան սա ամեն բան մի կողմ թողնենք որպես մարդ։ Այդ թագադրումները հենց այնպես չի, չէ՞, ամուսնական թագադրությունները, բայց ի՞նչ է նշանակում։ Իհարկե մեր հիմա երկխոսությունը հարազատներ կառուցողական է ինքը։ Մենք հիմա կառուցում ենք մեր ապագան։ Մնացածը հիմա փոխանցում եմ խոսքս ձեզ, խոսքս փոխանցում եմ ձեզ, նենց չի, այս խոսքով վերջանում է։ Տվյալ խոսքը կարող եք դուք էլ փոխանցել ում որ կցանկանաք, բայց չի ժամանակին, երբ որ ժամանակը եկավ, ու ժամանակը սարերի հետևում չի։ Այդ ժամանակ եկեք մեզանից յուրաքանչյուրը լինի իր խոսքի տերը։ Ես ասում եմ պատրաստակամություն եմ հայտնում եմ, լրատվամիջոցներ, ես չեմ ասում հին նորա, հին դարա, էս է, դրանք սաղ մի կողմ։ Բոլորս էլ մեղավորություններ գործել ենք, բանտերը դրա համար, ամեն ինչը կա, հարց չկա։ Ամեն ինչը մենք թողնում ենք մի կողմ, հիմա ընտանեկան դարձի ճանապարհն են գալի, մեզանից յուրաքանչյուրի համար դա դժվար է։ Ես ինքս պատրաստ եմ այդ քայլը անելու, ցույց տամ այդ շախումատը ոնց է լինում։ Այդ համաշխարհային տախտակի վրա մեզանից լավ մարդ, հզոր մարդ ոչ մի պետություն չհամարի, էլի։ Տեսեք հիմա այս չարությունը որ տեղի է ունենում մեր երկրում, մեզանից յուրաքանչյուրի մտքերի մեջ։ Այս չարություններից ես առաջարկում եմ, նաև մենք առաջարկում եմ, որ մենք գանք մեր մարդկային սկզբունքներին, ոչ թե լինենք անաստված, այլ աստվածային, երբ որ ասում ենք առաջ աստված, լինի առաջ աստված, ոչ թե առաջ փողը։ Որովհետև մեր կերածը տենց շատ բան չի, մի փոքր բան ենք ուտում, այսինքն լինենք նույն ձև մարդկային, մեկս մյուսի հանդեպ, նախ բառապաշարից մեր բառապաշարից հանենք այդ հայհոյանքները, որովհետև դա մեզ վայել չի կարելի սեղանի շուրջ, հացի շուրջ օգտագործել հայհոյախառն արտահայտություններ։ Դա անպատվաբեր է, դա մեզ պատիվ, երջանկություն չի բերում, ոչ մի տղամարդ չի ցանկանա իր սիրած մարդու կողքին նման արտահայտություններ լսի։ Բայց քանի որ մենք հիմա գիտակցել ենք դժոխքը, որն է, այսինքն այդ գահին նստած է մահը, չէ՞ հիմա։ Մահը, ես ձեզ ցույց տվեցի շատ կարճ անմահությունը, որն է, որ կարա լինի որպես գաղափար առաջնորդ, չէ՞, մեզ յուրաքանչյուրիս։ Եկեք այդ մարդկայինը մեկս մեկով ցուցաբերենք միմյանց, առաջնային չդնենք մեր մեջ գումարը, որպեսզի այս մեր խնդիրը կարողանանք լուծել, այսինքն մեր խոսքի տերը լինենք, ասել ենք աշխարհը մերն է, համաձայնվել ենք, երգել ենք, չէ՞ որ աշխարհը մերն է, ամեն մի հայ աշխարհի տերն է։ Խնդիր չկա, եկեք արդարացնենք այս ամեն ինչը։ Ասել ենք քրիստոնեությունը առաջինը մենք ենք, չէ՞, ընդունել։ Մեզանից ասել ենք, չէ՞, խոսքը պիտի գործ դառնա։ Տարածել ենք աշխարհով մեկ մեր նախնիները։ Եկեք դա վերածենք իրականության։ Կրկնանքի անգամ արդարացնենք, որ իսկապես մենք քրիստոնեությունը ընդունել ենք դրա համար, որպես հավերժական կյանքի Աստծո հագավորության վերականգնման որպես ուղի։ Արդարացնենք քրիստոնեությունը։ Եթե մենք չարդարացնենք քրիստոնեությունը, դժոխքը ավելի սարսափելի է լինելու էս, որ հիմա կա։ Բայց մենք ընտրել ենք նորից եմ ասում արդարացնելը։ Ու մարդ լինելը ո՞րն է։ Մեկս մեկի հարգենք, այսինքն բառեր չօգտագործենք, որը մեկը մեկին վիրավորում է, այնց մեկը հայհոյանքները, լավ սեղանի վրա չի կարելի օրինակ համար սուրբություն կարելի, այդ մեր կանոնակարգը պիտի պահենք։ Իսկ ընտանիքը որ դառնա ընտանիք, պետքա կանոնակարգը պահի, եկեղեցական կանոնակարգը։ Դա ո՞րն է, եթե անգամ ավտոմեքենան օրենք ունի, չէ, բանալին պիտի պտտացնես կամ սեղմես կնում, կամ որ շարժիչը մեկնարկի աշխատելուն։ Դա օելի օրենքով է, նույնն է ընտանիքը։ Այս ամեն ինչը օրենքը մենք վերականգնելով, մենք նոր բան չենք հորինում, կա ամեն ինչը։ Բոլորն էլ Սուրբ գրքի վրա երթում են տվել, երբ որ ձեռնադրվել են ղեկավարությունը, էլի, երկրների ղեկավարները, որ պիտի Սուրբ գրքով առաջնորդվեն։ Ցանկացած օրենք ասել է, արդար վերաբերվիր քո ժողովրդին։ Տալիս ես մեկին տուն տուր բոլորին։ Քանի այս ամեն ինչը չի եղել, իրական, որ փողով չչափեն մեկը մյուսին, գումարով չչափեն, մարդկային հատկանիշներով, ամեն մարդ մի հատ տաղանդ ու շնոր ունի իր մեջ։ Որպեսզի բոլորն այդ տունը ոնց կար ասենք մի հովիվ ունենա 100 ոչխար, այն կեսին թողնի անտեր, այն մի կեսին լավն է, տենց չի լինում։ Բայց առաջ այդ հովիվ չի կոչվում, ուրիշ բան կար, բայց հովիվ չի։ Էսա իհարկե այսքան կառուցողական աշտանքը միմյանցով տանում եմ, ուզում եմ
խոսքը փոխանցել ձեզ ու էկրաններից այն կողմ դուք կարող եք շարունակել իմ խոսքը։ Ու մեկս մյուսից լրացնելով գնանք դեպի հաղթանակի։ Ցանկացած պահի կարող է այդ ճիշտ ժամանակը գա։ Իմ առաջարկն է կամաց պատրաստվեք, կենտրոնացեք, որ գնանք ուրեմն միասնական տոննելու, այսինքն փրկելու այս երևույթներից, ցավերից, հոգսերից, որ սեր գոյություն չունի, սուտ գոյություն ունի սիրո փոխարեն, դրախտ չկա, դժոխք կա։ Դրանից պետք է փրկենք աշխարհը, էլի։ Հələ չեմ հասնում երկինք ու տիեզերք, հələ մի քիչ շուտ է այդ ամեն ինչին հասնելու համար, էլի։ Այսքան է, sense փոքր հարազատներ հակերճ ներկայացրեցի ձեզ, որպեսզի բովանդակությունը դուք բացեք։ Այսքանը, միշտ նոր հանդիպում հարազատներ։